Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1459-րդ օրն է, դրական նորությունները շատ են, կփորձեմ հակիրճ ներկայացնել դրանցից գլխավորները, ուկրաինական հարվածները այնքան շատ են, որ հազիվ ենք հասցնում հետևել բոլորին, ի դեպ դրանք հենց այս պահին էլ շարունակվում են, Ռուսաստանում խոցվել է Իսկանդեր և Արեշնիկ արտադրող գործարանը, ուրբաթ երեկոյան փետրվարի 20-ին ռուսական Ուդմուրտիայի Վատկինսկ քաղաքում հարձակման է ենթարկվել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկությունը, որն արտադրում է Իսկանդեր M, Տոպոլ M և Արեշնիկ հրթիռներ, բոլոր հնարավոր կադրերը մեր տելեգրամյան ալիքում են, իսկ Ռուսաստանի Սամարայի մարզում նույնպես խոշոր հրդեհ է, այնտեղ խոցվել է գազավերամշակման գործարան, խոցումները շատ են, հետևեք մեր տելեգրամին։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն Հարավային Կորեային առաջարկել է միանալ Ուկրաինային զենք մատակարարման ֆինանսավորման մեխանիզմին, սա շատ կարևոր քայլ է այդ երկրի հետ համագործակցության առումով, իսկ Չինաստանը կտրուկ ավելացրել է ռուսական նավթի ներկրումը, փորձելով փոխհատուցել Հնդկաստանի կողմից գնումների կրճատումը։ Փետրվարի առաջին 18 օրվա ընթացքում ռուսական սև ոսկու մատակարարումները չինական նավահանգիստներ գերազանցել են օրական 2 միլիոն բարելը։ Համեմատության համար նշենք, որ հունվարին այս ցուցանիշը կազմում էր 1,72 միլիոն բարել, իսկ դեկտեմբերին 1,39 միլիոն բարել։ Տեղեկատվությունը ներկայացնում է Bloomberg-ը, սակայն հոսքերի վերակողմնորոշումը առանց դժվարությունների չի անցնում, դեպի Չինաստան մատակարարումները զգալիորեն ավելի շատ ժամանակ են խլում, ճանապարհին կամ լողացող պահեստարաններում գտնվող ռուսական նավթի ծավալը աճել է մինչև մոտ 140 միլիոն բարել, սա ավելի քան 60%-ով բարձր է օգոստոսի վերջին ցուցանիշից, երբ մատակարարումները դեպի Չինաստան շրջելու միտումը նոր էր սկսել ի հայտ գալ։ Պատժամիջոցների ճնշման պայմաններում Մոսկվան ստիպված է ել ավելի ակտիվորեն հենվել չինական շուկայի վրա, իսկ Պեկինը լիովին օգտվում է ընձեռնված հնարավորությունից, ռուսներից կորզելով ռեկորդային զեղչեր։ Չինաստանը մեծ ռիսկի է դիմում, բայց շարունակում է կթել Ռուսաստանը, իսկ Ամերիկայում Թրամփը մեծ խնդիրներ ունի։ ԱՄՆ գերագույն դատարանը ճանաչել է, որ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, երբ սահմանել է լայնածավալ ներմուծման մաքսատուրքեր։ Այս որոշումը Թրամփի լուրջ պարտությունն է մաքսատուրքերի պատերազմում։ Դատարանի որոշումը կարող է էապես ազդել Ամերիկայի հետագա առևտրային քաղաքականության և գլոբալ շուկաների վրա։ Այս որոշումը կատաղության մեջ է գցել Սպիտակ տան ղեկավարին։ Ի դեպ Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի առաջնորդին և նրա որդուն լիկվիդացնելու տարբերակը, Խամենեիի և նրա հավանական ժառանգորդի լիկվիդացման պլանը Թրամփին առաջարկվել է մի շաբաթ առաջ և մնում է որպես գործողությունների աշխատանքային տարբերակներից մեկը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը, հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրներին։ Այս ֆոնին ամերիկյան ատոմային ավիակիրը հայտնվել է Միջերկրական ծովում և շարժվում է դեպի արևելք։ Նախկինում այս նորագույն նավը մասնակցել է Վենեսուելայի ափերի մոտ իրականացվող գործողությանը, որից հետո գրեթե անմիջապես շարունակել է իր արշավը։ Ռուսական Բելգրադը գիշերը 2 անգամ ենթարկվել է հրթիռային հարձակման, այս մասին հայտնել է Բելգրադի մարզի այսպես կոչված նահանգապետ Վիաչեսլավ Գլադկովը։ Վերջին 3 օրվա ընթացքում Բելգրադի և Բրյանսկի մարզերի էներգետիկ օբյեկտները հայտնվել են դրոնների և հրթիռների հարվածների տակ։ Սրանք Ուկրաինայի պատասխան հարվածներն են մեր էներգետիկային հասցված վնասի հատուցումը։ Իսկ այսօր ցերեկը ուկրաինական դրոնները, որոնք շատ նման են ռուսական հարվածային շահեդներին, գրոհել են Թաթարստանը։ Առկա տեղեկությունների համաձայն ուկրաինական շահեդանման դրոնները հենց այսօր հարվածել են Ռուսաստանում շահեդների հավաքման վայրերին, իսկ ինչպես հավանաբար գիտեք, այդ վայրերը գտնվում են հենց ռուսական Թաթարստանում, ինչ սիմվոլիկ է, չէ՞։ Շահեդանման դրոնները գրոհում են շահեդ արտադրող Թաթարստանում գտնվող գործարանները։ Բացի այդ, Մորդովիայում այրվում է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի համար արտադրանք թողարկող եւս մեկ գործարան։ Շաբաթ օրը փետրվարի 21-ին Ռուսաստանի կազմում գտնվող Մորդովիայի Հանրապետությունում հրդեհ է բռնկվել ռազմավարական ձեռնարկությունում, ըստ նախնական տեղեկությունների խոսքը Սարանսկի էլեկտրավիպրամիցել գործարանի մասին է։ Կադրերը ինչպես միշտ մեր տելեգրամյան ալիքում են։ Էլեկտրավիպրամիցել գործարանը թողարկում է բազմազան էլեկտրատեխնիկական սարքավորումներ։ Այս ձեռնարկության արտադրանքը օգտագործվում է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրում, ուստի այն օրինական թիրախ
թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար, ինչպես եւ Ռուսաստանի մյուս ռազմավարական եւ ռազմական օբյեկտները։ Նշենք, որ Մորդովյան, որտեղ այրվում է ռազմավարական գործարանը, այսօր չի հիշատակվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հոբ աշխատանքի մասին ամփոփագրում։ Կարծես թե ուզում են կոծկել, հա։ Բայց օդային մարտերը միայն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև չեն, Պուտինը երևի որոշել է հզոր Երևալ։ Հենց Թրամփի առաջ Ռուսաստանը Tu-95 հրթիռակիրներ է ուղարկել դեպի Ալյասկա, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները ստիպված են եղել միջամտել, ամերիկյան կործանիչները օդ են բարձրացել Ալյասկայի մոտ ռուսական Tu-95 ռազմավարական ռմբակոծիչների հայտնվելուց հետո, ինչպես հայտնում է Sky News-ը, վկայակոչելով հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարության հայտարարությանը, բացի Tu-95-ից հայտնաբերվել է նաև 2 ռուսական Su-35 կործանիչներ եւ A-50 հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ, բոլորն էլ գտնվել են Ալյասկայի հոբ նույնականացման գոտում, սակայն չեն խախտել Ամերիկայի սահմանը, ով գիտի միգուցե հենց ամերիկյան ինքնաթիռների հայտնվելու պատճառով չեն հասցրել խախտել։ Ռուսական ինքնաթիռների որսմանը ներգրավել են 2 F-16 եւ F-35 կործանիչներ, իսկ ռազմաճակատում նախորդին տեղի ունեցել 175 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1010 օկուպանտի եւ նրանց 1759 միավոր տեխնիկան ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,258,890-ի։ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական բանակի 3 կառավարման կետ, հրթիռային զորքերի եւ հրետանու հարվածների տակ են հայտնվել նաև ռուսական զավթիչների անձնակազմի եւ կենտրոնացման 7 շրջան եւ զինամթերքի 1 պահեստ։ Իմիջիայլոց պարզ է դարձել, թե ինչու Բելարուսում սկսվեց խուճապ եւ ինքնակոչ նախագահը փորձում է մկաններ ցուցադրել, ինչն իրականում ավելի շատ վախեցնում է հենց բելարուսներին։ Պատճառը Ռուսաստանին օգնելու հարցում Լուկաշենկոյի վարչակարգի բացահայտումն է։ Ուկրաինացի հաքերները մերկացրել են Բելարուսին, որտեղ տեղադրված ռետրանսլյատորները վերահասցեավորում էին ռուսական դրոնները եւ ուժեղացնում հարձակումները Ուկրաինայի դեմ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Իսկ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ձեր ամենօրյա աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր եթերները սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում մեզ, շատ կարեւոր է դա։ Փետրվարի 18-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին անսպասելիորեն հայտարարեց նոր պատժամիջոցների մասին Բելարուս բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ Ռուսաստանի կողմից պատերազմի ընդլայնմանը մասնակցելու եւ այն ձգձգելու համար։ Այդ ժամանակ մանրամասներ չհաղորդվեցին, միայն մի քանի օր անց պարզ դարձավ, որ այդ որոշումը պատասխան էր Բելարուսում ռետրանսլյատորների ցանցի հայտնվելուն, որոնք թույլ են տվել Ռուսաստանի զինված ուժերին ուժեղացնել շահեդային հարձակումները Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Ինֆորմնապալմ պարբերականը։ Պատժամիջոցները դարձան տևական կիբերգործողության գագաթնակետը, որն իրականացրել են Ֆենիքս վերլուծական կիբերկենտրոնի ուկրաինացի հաքերները Ինֆորմնապալմ միջազգային հետախուզական համայնքի կամավորների աջակցությամբ։ 25 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Բելարուսի տարածքում տեղակայել է ռետրանսլյատորների ցանց հարվածային դրոնների հեռակա կառավարման համար։ Այս համակարգը ապահովել է կայուն կապ եւ թույլ է տվել օպերատորներին իրական ժամանակում ուղղորդել դրոնների թռիչքը։ Արդյունքում ռուսական բանակը հնարավորություն է ստացել զգալիորեն ընդլայնել հարվածների գոտին Ուկրաինայի հյուսիսում Կիևի մարզից մինչև Վալին, իսկ դա մինչև Լեհաստանի սահմանն է։ Ուկրաինական կողմի տվյալներով առանց բելարուսական տարածքի օգտագործման հարձակումների մի մասը անհնար կլիներ։ Խոսքը վերաբերում է նաև էներգետիկ ենթակառուցվածքներին եւ երկաթգծին հասցվող հարվածներին։ Բելարուսի շնորհիվ ագրեսոր Ռուսաստանը հնարավորություն է ստացել ավելի ճշգրիտ գծել երթուղիները եւ շրջանցել ուկրաինական հոբ համակարգերը։ Ռետրանսլյատորների տեղակայման մասին տեղեկությունը հայտնի է դարձել տևական կիբերգործողության ընթացքում։ Հաքերներին հաջողվել է մուտք գործել տասնյակ ռուս զինվորականների օգտահաշիվներ եւ մոնիտորինգի համակարգեր, որոնք օգտագործվում են դրոնների օպերատորների կողմից։ Հսկողությունը իրականացվել է գաղտնի եւ շուրջօրյա մի քանի ամիս շարունակ։ Որսված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ռուս զինվորականները թռիչքի երթուղիները կառուցելու համար ակտիվորեն
օգտագործել են Բելարուսի քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ բջջային կապի աշտարակները։ Սա թույլ է տվել պահպանել կայուն ազդանշան դրոնները դեպի Ուկրաինայի հյուսիսային եւ արևմտյան թիրախներ ուղղորդելիս։ Առանձին դեպքերում դրոնները մտել են նաեւ հարևան պետությունների տարածք, ինչը վկայում է նոր մարտավարության փորձարկման մասին։ Ուկրաինացի մասնագետները ստացված տեղեկատվությունը փոխանցել են Ուկրաինայի պաշտպանության ուժերին, ինչն օգնել է բարձրացնել հարձակումներին հակազդելու արդյունավետությունը։ Մի շարք դեպքերում հարվածներ են հասցվել Ռուսաստանի տարածքում եւ ժամանակավոր օկուպացված շրջաններում գտնվող հրամանատարական կետերին ու դրոնների արձակման վայրերին։ Հաղորդվում է նաեւ հարվածային դրոնների կառավարման հետ կապված Ռուբիկոն ստորաբաժանման դիրքերի խոցման մասին։ Հիշեցնենք, որ 25 թվականի սեպտեմբերի 10-ի գիշերը տասնյակ ռուսական հարվածային դրոններ հատել էին Լեհաստանի օդային տարածքը։ Ուկրաինական կողմի գնահատմամբ այս դրվագը կարող էր լինել կառավարման նոր համակարգի ստուգման եւ Բելարուսի ենթակառուցվածքների օգտագործման մի մասը հետագա գործողությունների պլանավորման համար, այդ թվում ընդդեմ Ուկրաինային զենք մատակարարման լոգիստիկի երթուղիների։ Ռուսաստանում սրճարանների եւ ռեստորանների ճգնաժամը հասել է նույնիսկ Մոսկվա, մի քաղաք, որը սովորաբար ամենակիչն է զգում տնտեսական խնդիրները։ Ռուսաստանում հանրային սննդի ոլորտում նկատելի անկում է գրանցվում, ռեստորանները, սրճարանները եւ այլ հաստատությունները փակվում են ավելի արագ, քան Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր ցանկացած այլ ժամանակահատվածում։ Այս մասին նշվում է Reuters-ի հոդվածում։ Այս միտումը դիտվում է ամբողջ երկրում Մոսկվայից մինչև հեռավոր արևելյան տարածաշրջաններ, եւ սա ակնհայտորեն տնտեսության սառեցման նշաններից մեկն է։ Հատկանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաքը սովորաբար բոլոր սոցիալական եւ տնտեսական խնդիրները զգում է ամենավերջում, բայց հիմա հերթահասել է նաեւ նրան, այսինքն արդեն վերջն է սկսվել։ Երկրի խոշորագույն բանկի տվյալներով հունվարին ռեստորանների թվի կրճատման տեմպերը դարձել են առավելագույնը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Միաժամանակ նվազել են նաեւ ռուսաստանցիների ծախսերը։ 25 թվականի վերջին հաստատություններ հաճախելու վրա կատարված ծախսերը հասել են վերջին 3 տարվա նվազագույն մակարդակին։ Արդեն փետրվարին սպառողական ակտիվության աճը փաստացի կանգ է առել, ինչը տագնապալի ազդանշան է բիզնեսի համար։ Պատճառները տարբեր են նշվում, բայց գլխավորը պատերազմն է, որը Պուտինը սանձազերծել է Ուկրաինայի դեմ, փորձելով սպանել անմեղ հարևան ժողովրդին։ Կրեմլը սկսեց սպանել սեփական երկիրն ու մարդկանց։ Վերադառնալով Ուդմուրտիայում Իսկանդերների, տոպլների եւ արեշնիկների գործարանի խոցման թեմային, նշենք, որ այս ռազմավարական ձեռնարկությունը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո, այդ թվում Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Ուկրաինայի կողմից։ Ուկրաինական OSINT վերլուծաբանների տվյալներով Ուդմուրտիայի գործարանին հարվածը հասցվել է ֆլամինգո հրթիռներով։ Ոդկինսկից մինչև ուկրաինական սահման հեռավորությունը կազմում է 1500 կիլոմետրից ավել։ Ռուսական Ուդմուրտիայի վրա հարձակման հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի այսպես կոչված առողջապահության նախարար Սերգեյ Բագինը։ Նաև շաբաթ օրվա վաղ առավոտյան ուկրաինական դրոնները եւ հրթիռները հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզի Նեֆտեգորսկի գազավերամշակման գործարանին, այնտեղ հզոր հրդեհ է բռնկվել։ Ականատեսները պատմում են, որ այն տարածքը, որտեղ որոտացել են պայթյունները, լուսավորված է վառ բոցով։ Դեպքի վայրից կադրերը տարածվում են համացանցում։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես է կրակը համակել գործարանը։ Ըստ OSINT վերլուծաբանների տվյալների, Նեֆտեգորսկի գազավերամշակման գործարանը զբաղվում է բնական գազի եւ տարածաշրջանի նավթահանքերից ստացվող ուղեկցող նավթային գազի վերամշակմամբ։ Նոր ստացված տվյալների համաձայն Ուդմուրտիայում խոցված գործարանը արտադրում է ռազմավարական հրթիռային սպառազինություն, մասնավորապես RS-34 YARS, YARS-S, YARS-M միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, Բարեյ-A նախագծի Սուզանավերի համար նախատեսված ZM-30, R-30 Բուլավա բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև Իսկանդեր-M օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրների համար նախատեսված 9M723 1 տիպի եւ Կինժալ ավիացիոն հրթիռային համալիրի համար նախատեսված 9S-7760 բալիստիկ հրթիռներ։ Իդեպ, եթե հարվածի հայտարարված ավելի քան 1700 կիլոմետր հեռավորությունը հաստատվի, ապա խոսքը թևավոր հրթիռով
իրականացված պատմության մեջ ամենահեռու հրապարակայնորեն փաստագրված մարտական հարվածի մասին է, այդ դեպքում կարելի է խոսել թևավոր հրթիռների բացահայտ նկարագրված մարտական կիրառումների շարքում նոր ռեկորդի մասին։ Օրինակ, տամագավկը ունի 1600 պլյուս կիլոմետր անձնագրային հեռահարություն, կախված մոդիֆիկացիայից, սակայն մեծ մասամբ լրատվամիջոցները չեն ֆիքսում կոնկրետ մարտական թռիչքի ճշգրիտ հեռավորությունը որպես ռեկորդային մեծություն։ Իսկ ռուսական Խ-101 հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը գնահատվում են 2500-ից 4500 կիլոմետր, բայց դա հայտարարված առավելագույն հեռավորությունն է, մինչդեռ 1700 պլյուս կիլոմետր հեռավորության վրա կիրառման վերաբերյալ հանրային տվյալներ չկան։ Այսինքն ամենայն հավանականությամբ գործ ունենք նոր ռեկորդի հետ, ուկրաինական ռեկորդի հետ, բայց չշտապենք, սպասենք մինչև բոլոր տվյալները հավաքվի եւ օֆիցիալ ներկայացվի։ Ուրախացնող է, որ ունենք միջոցներ հեռահար հարվածներ հասցնելու համար։ Deep Strike-ի մասին պատմեցինք, այժմ անցնենք Middle Strike-ին։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, Deep Strike-ը նոր սերնդի դրոններ եւ հրթիռներն են, որոնք ընդունակ են գործել մեծ հեռավորությունների վրա, հաճախ արհեստական բանականությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները շրջանցելու եւ հարվածների բարձր ճշգրտություն ապահովելու համար։ Իսկ Middle Strike-ը օպերատիվ տակտիկական մակարդակի դրոններ են, որոնք օգտագործվում են դինամիկ թիրախները, օրինակ շարժվող զինտեխնիկան, 30-ից 200 կիլոմետր հեռավորության վրա խոցելու համար, մինչև 50 կիլոգրամ մարտական մասով։ Middle Strike-ը նաև օգտագործվում է հակառակորդի անձնակազմը եւ պահեստները խոցելու համար։ 3 Middle Strike միջոցներով ուկրաինացի զինվորականները Զապորոժիեի մարզի ժամանակավոր օկուպացված հատվածում ոչնչացրել են ռուսական Tornado S Smerch համազարգային կրակի ռեակտիվ համակարգը։ Այս մասին շաբաթ օրը փետրվարի 21-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադզիար Բրովդին։ Նրա խոսքով սա ռուսական համակարգերի շարքում ամենահզոր համազարգային կրակի ռեակտիվ համակարգներից է։ Այս տորնադոները տանջում են Խարկովի, Զապորոժիեի, Սումիի, Խերսոնի, Նիկոպոլի եւ Ուկրաինայի այլ քաղաքների բնակիչներին։ Tornado S կայանը արդիականացված է բարձր ճշգրտության մինչև 120 կիլոմետր կրակի հեռավորությամբ։ Այն օգտագործվում է լայն տեսական ու բարձր ճշգրտության ռեակտիվ արկեր։ Գործողությունը իրականացվել է անօդաչու համակարգերի ուժերի առանձին կենտրոնի դրոնները համակարգող կենտրոնի համակարգմամբ։ Նախորդին հայտնի դարձավ, որ Զապորոժիեում ոչնչացվել են ռուսական 3 Տոր զենիթահրթիռային համալիր, նորագույն FP2 հարվածային դրոնները 60 կիլոգրամ քաշով մարտական մասերով, թեթև զրահապատ համալիրներին ոչ մի շանս չեն թողել։ Իր հերթին Ռուսաստանը չի դադարեցնում Ուկրաինայի գնդակոծությունները։ Մեր հոպը անցած գիշեր ոչնչացրել է Ռուսաստանի 120 դրոններից 106-ը, արձանագրվել են բալիստիկ հրթիռի հարված եւ 13 հարվածային դրոնների հարձակում 11 տարբեր վայրերում, ինչպես նաեւ խոցված դրոնների բեկորների անկում 8 վայրում։ Թշնամու թիրախում Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Այսօր առավոտյան Խերսոնում ռուսները դրոնով հարձակվել են երթուղային տաքսու վրա, կան վիրավորներ։ Գիշերը ռուսները կառավարվող ավիառումբեր են նետել Սումի քաղաքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, այդ թվում 2 երեխա։ Գիշերը թշնամին նաև զանգվածային հարձակում է գործել Օդեսայի շրջանի վրա, հարվածային դրոններով տուժել է 2 մարդ։ Զապորոժիեի մարզում մեկ օրվա ընթացքում գրանցվել են հարյուրավոր գնդակոծություններ, կա 7 վիրավոր։ Ինչպես տեսնում եք, խաղաղ բնակիչների դեմ պատերազմելը Պուտինի վախկոտ բանակի օրակարգի պարտադիր կետն է։ Եվ հենց նոր ստացանք նոր տեղեկություններ օկուպանտներին հասցված մեր հարվածների մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը մասշտաբային գործողություններ են իրականացրել ժամանակավորապես օկուպացված տարածքներում Ռուսաստանի ռազմական օբյեկտների ոչնչացման ուղղությամբ։ Հարվածի տակ են հայտնվել ագրեսորի ծովային, ավիացիոն եւ հրետանային միջոցները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Փետրվարի 21-ի գիշերը Ինկերման քաղաքի շրջանում օկուպացված Ղրիմում է դա հաջող հարված է հասցվել օկուպանտների ծովային բաղադրիչին, խոցվել են Պրոյեկտ 22460 ախոտնիկ տիպի սահմանապահ 2 պարեկային նավ։ Գլխավոր շտաբի տվյալներով թիրախների խոցումը պաշտոնապես արձանագրված է։ Ներկայումս մասնագետները ճշտում են պատճառված վնասի մասշտաբները։ Ծովային թիրախներին զուգահեռ ուկրաինացի պաշտպանները հարվածներ են հասցրել թշնամու ավիացիոն ենթակառուցվածքին եւ հրետանուն, Եվպատորիայի ավիացիոն վերանորոգման գործարանի տարածքում խոցվել են 2 B-12 ինքնաթիռ։
Զապորոժիեի մարզում Աստրախանկա բնակավայրի շրջանում պաշտպանության ուժերի ստորաբաժանումները ոչնչացրել են եւս մեկ Տորնադո S համազարգային կրակի ռեակտիվ համակարգ։ Գլխավոր շտաբում նշում են, որ այս հարձակումները ագրեսոր պետության մարտական կարողությունների նվազեցման ուղղված համակարգված աշխատանքի մասին են։ Լավ նորություններին հավելեմ նաեւ, որ Զապորոժիեի մարզի Գուլյայպոլիեի եւ հարակից ուղղություններում հակահարձակման եւ գրոհային գործողությունների արդյունքում վերականգնվել է Ուկրաինայի վերահսկողությունը ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի խոսնակ Վլադիսլավ Վալոշինը։ Եղանակները սկսել են տաքանալ, իսկ սա նշանակում է, որ Պուտինին չհաջողվեց իրականացնել իր պլանը Ուկրաինան սառցահարելու մասով։ Թրամփի եւ Պուտինի ճնշման շրջանը անցավ իրենց համար ապարդյուն, իսկ մենք ավելի լավ կփորձենք պատրաստվել նման սցենարներին, բայց ամենակարևորը Ռուսաստանը օգտագործեց իր վերջին ժամանակային առավելությունը խոցման միջոցների առումով, բայց չկարողացան ճնշելով մեզ բերել կապիտուլյացիայի, եւ հիմա ինչպես զգում եք օրեցօր աճող մեր հարվածների քանակից խոցող միջոցների բալանսը հավասարակշռվել է, եթե համեստ ասենք, իսկ եթե համեստություն չանենք, դուք ինքներդ տեսնում եք օրեցօր սաստկացող հարվածները Ռուսաստանին, ինչը վստահ եմ մեր հիմնական լսարանին ուրախացնում է։ Այսքանով ավարտեմ մեր շաբաթօրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, իսկ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեծ օգնություն կլինի։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում։ Բարով մնաք։